Ինչ եղավ երեք եպիսկոպոսական ժողովի այդ սրահեններս, դուք հերիք է միայն նայեք եպիսկոպոսների երեսներին, մասնավորապես Արտակ Սրբազանի երեսին, որը դուրս էր գալիս այդ ժողովասրահից, պատկերացնելու համար, թե ներսը ինչ է տեղի ունեցել։ Այսինքն ներսը ես վստահ եմ, որ քորքորոց է տեղի ունեցել, բորացել են, կանչել են, խայտարակել են, գրիվ են արել, եւ ի վերջո այս խելջ ու անջար եպիսկոպոսները դուրս են եկած, արտակնավես, բարդված, բայց իրենց ներքին սրտի մեջ մի փոց կար, մի գրակ կար, եւ ես սպասում էի, որ հենց երեք ժողովեն ամիջապես ետ կմոտենային թղթակիցներին եւ ամեն ինչը բացահայտեին, բայց իրենք ավելի լուրջ գտնվեցին, ավելի խոհեմ գտնվեցին եւ հավաքվեցին եւ վերջնական այս նամակը գրեցին եւ հրապարակեցին։ Պատկերացրեք, որ նույնիսկ այդ նամակի հրապարակումեն ամիջապես ետ, եւ որ դուք հարցնում եք Մայր Աթորը իր դեղեցվական համագարկով, սդախոս համագարկով, որ միշտ սդախոս եղած է եւ միշտ սուտ ներդրած է ժողովրդի մեջ, մինչեւ այս րոպեին, մինչեւ որ վարչապետի հանդիպումը նկարահանվեր եւ եթերներով սփռվեր, իրենք ասում էին սուտ է, այսպիսի բան չկա, սա հերյուրանք է, մինչեւ երբ պիտի խաբեք հանրությունը, հերիք է։ Եվ կարծում եմ այլևս օրերի հարց չէ, ժամերի հարց է,